Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները ստանում են անսպասելի ու շատ հետաքրքիր ընթացք։ Այն պահին, երբ թվում էր, թե Նորոյի շուրջն իրավիճակն այլևս փակուղի է մտել, պատմությունը շրջվում է բոլորովին այլ ուղղությամբ։ Մինչ հետոն ամեն ինչ անում էր Նորոյի համար, հանդիպելով փաստաբանի հետ, փորձելով իրավական ճանապարհով լուծում գտնել եւ պատրաստվել ծանր պայքարի, իրավիճակը փոխվում է մի քայլով, որը ոչ ոք չէր սպասում։ Հասմիկը որոշում է գնալ քննիչի մոտ եւ տալիս է ցուցմունք, որը ամբողջությամբ փոխում է գործի ընթացքը։ Նա հայտարարում է, որ այդ գիշերը եղել է Նորոյի հետ եւ կարողանում է այնպես համոզիչ ներկայացնել իր պատմությունը, որ քննիչը սկսում է կասկածել գործի հիմքում ընկած վարկածին։ Հասմիկի խոսքերը բավարար են լինում Նորոյին կալանքից ազատելու համար, նրան բաց են թողնում եւ այս լուրը դառնում է մեծ շոկ բոլորի համար։ Թեև գործը վերջնականապես փակված չէ, այս փուլում Նորոն ազատ է, ինչը ընտանիքի համար բառացիորեն փրկություն է։ Բնականաբար այս զարգացումը չի կարող առանց հուզական հետևանքների մնալ, երբ Մագդան տեղեկանա այս ամենի մասին եւ հասկանա, որ Նորոյին օգնել է Հասմիկի ցուցմունքը, նրա ներաշխարհը ցնցվելու է։ Նա ծանր է տանելու այն փաստը, բայց հասկանալու է, որ ամենակարևորը Նորոյի ազատությունը, զգացմունքները երկրորդ պլան են անցնում, երբ խոսքը վերաբերում է մարդու ճակատագրին։ Միևնույն ժամանակ սերիալում ավելի է խտանում Լանայի գիծը, տղամարդ, ով մինչ այդ միայն հեռախոսազանգով էր սպառնում նրան, վերջապես հայտնվում է, նա բացահայտ կերպով իր պահանջներն է ներկայացնում Լանային, ցույց տալով, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է։ Լանան փորձում է պաշտպանել Արշակի ընտանիքը, խնդրելով, որ նա հեռու մնա այդ ընտանիքից։ Նրա խոսքերից ու վարքագծից ակնհայտ է դառնում, որ նա լուրջ վտանգ է զգում եւ գիտի այնպիսի բաներ, որոնք կարող են ոչ միայն իր, այլև Արշակի ընտանիքի կյանքը գլխի վար շուռ տալ։ Սակայն այս պատմության մեջ ամեն ինչ այդքան պարզ չէ, տղամարդը չի պատրաստվում հեշտությամբ նահանջել, իսկ դա նշանակում է, որ վտանգը դեռ առջևում է։ Ուրիշի ընտանիքը սերիալը հերթական անգամ ապացուցում է, որ այստեղ ոչ մի խնդիր չի լուծվում վերջնականապես։ Նորոյի ազատությունը միայն ժամանակավոր հանգստություն է, իսկ իրական փորձությունները դեռ նոր են սպասվում։ Մագդայի ներքին պայքարը, Լաննայի գաղտնիքները, սպառնացող տղամարդու իրական նպատակները եւ չավարտված գործը խոստանում են նոր, լարված ու անակնկալ սերիաներ։ Առջևում սպասվում են բացահայտումներ, որոնք կստիպեն հերոսներին վերանայել ոչ միայն իրենց հարաբերությունները, այլև սեփական ճշմարտությունները։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալը ժամանակակից հայկական հեռուստաեթերում առանձնանում է իր խոր հոգեբանական ուղղվածությամբ եւ իրականությանը մոտ սյուժեով։ Սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր ստիպված են ապրել ոչ միայն ներկայի խնդիրներով, այլ նաև անցյալի սխալների հետևանքներով։ Սերիալի հիմքում կանգնած է քանդված ընտանիքի պատմությունը, որտեղ մեկ որոշում տարիներ անց դառնում է բազմաթիվ ճակատագրերի կոտրման պատճառ։ Մայրը կանգնելով կյանքի ամենադժվար ընտրության առաջ փորձում է պահել թե երեխաներին, թե նոր կյանքը, սակայն այդ ընտրությունը վերջի վերջո հանգեցնում է անդառնալի կորուստների։ Նրա բացակայությունը երեխաների կյանքում դառնում է խորը վերք, որը տարիների ընթացքում միայն խորանում է։ Սերիալում յուրաքանչյուր կերպար ունի իր ներքին պայքարը։ Նորոն ընտանիքի հենասյունն է ուժեղ արտաքինով, բայց ներսից խոցված։ Նա ապրում է պատասխանատվության ծանր բեռի տակ եւ հաճախ ստիպված է լինում ընտրություն անել բարու եւ վտանգավորի միջև։ Էլիզը, որը տառապում է վրեժի զգացումից, չի կարողանում հաշտվել անցյալի հետ եւ մշտապես մեղավոր է փնտրում իր ցավի համար։ Արշակի կերպարը ներկայացվում է որպես մեղքի զգացումով ապրող մարդ, ով փորձում է ուղղել անցյալի սխալները։ Չնայած մերժումներին ու վիրավորանքներին, նա պատրաստ է օգնել նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրեն չեն ներում։ Սերիալի ամենազգայուն գիծը երեխաներն են։ Փոքրիկ Արևն ու Ալինան, չիմանալով իրենց իրական կապի մասին, իրար ձգտում են արյան անտեսանելի կապերով։ Մեծերը փորձում են պաշտպանել նրանց ճշմարտությունից, բայց հենց այդ լռությունն էլ դառնալու է նոր ցավի աղբյուր։ Սիրային գծերը սերիալում կառուցված են ոչ թե իդեալական պատկերների, այլ իրական կյանքի դժվարությունների վրա։ Սերը այստեղ պահանջում է քաջություն, զոհողություն եւ պատրաստակամություն ընդունելու մյուսի անցյալը։ Ուրիշի ընտանիքը սերիալը հիշեցնում է, որ կյանքում չկա միայն սև ու սպիտակ, սխալները լինում են մարդկային, իսկ ներումը անհրաժեշտ։
Սերիալը հարց է տալիս, արդյոք մարդը կարող է արժանանալ երկրորդ շանսի և արդյոք ճշմարտությունը որքան էլ ուշ, որքան էլ անտանելի է, կարող է բուժել տարիներով բացված վերքերը։ Ինչու դիտել «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալը։ Այն քննարկում է իրական և արձիական թեմաներ, խորը հոգեբանական դրամա է, կերպարները բազմաշերտ են, հուզական լարվածություն կա յուրաքանչյուր սերիայում, և իհարկե այս ամենը վերցված են կյանքից։ «Ուրիշի ընտանիքը» ոչ միայն հեռուստասերիալ է, այլ հայելին է այն իրականության, որտեղ շատերն իրենց կհայտնաբերեն։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, ինչ է սպասվում հեռուստասերիալում և ինչ կապ ունի Լանան Արշակի ընտանիքի հետ։